Իսրայելի իշխանությունները հաստատել են Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրերի շինարարությունը։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը։ Վերջին տարիներին նոր բնակավայրերի ընդհանուր թիվը հասնում է 69-ի։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի խոսքով սա ռեկորդային ցուցանիշ է։ Թերթը նշում է, որ Իսրայելի ներկայիս կառավարության օրոք Արևմտյան ափում հրեական բնակավայրերի թիվն աճել է գրեթե 50%-ով։ 2022 թվականին այնտեղ կար 141 բնակավայր։ Նոր իշխանության հաստատմամբ այս թիվը հասել է 210-ի։ ԱՄՆ-ն կարող է վերացնել այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք չեն կարող արտադրվել երկրի ներսում։ Այս մասին CBS հեռուստաալիքին ասել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի նախագահ Քևին Հասեթը։ Կա հետաքրքրություն բացառություն անելու այն ապրանքների համար, որոնք իրականում նախատեսված չեն Միացյալ Նահանգներում արտադրության համար, օրինակ կլիմայի կամ նմանատիպ գործոնների պատճառով, ասել է խորհրդի նախագահը։ Հասեթը հավելել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ղեկավարում է այս հարցի ուսումնասիրությունը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղադիտության լաբորատորիայի տվյալներով երկուշաբթի դեկտեմբերի 22-ին երկրի վրա կարող է տեղի ունենալ G1 մագնիտուդով թույլ մագնիսական փոթորիկ։ Պատճառը արեգակի վրա դիտարկված պսակաձև անցքն է, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած արեգակնային բռնկումների ակտիվությունը, երբ տեղի ունեցավ 9 բռնկում, այդ թվում մեկը M դասի։ Ավելի վաղ ՏՀԻ-ն հայտնել էր, որ 2025 թվականին նոր տարվան նախորդող շաբաթվա գեոմագնիսական պայմանները կլինեն համեմատաբար հանգիստ, սակայն նոր տարուց առաջ սպասվում է արեգակնային ակտիվության հզոր ալիքների շարք։ Եվրոպական երկրները պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գերմանական Bild թերթին տրված հարցազրույցում։ Ռյուտեի խոսքով դաշինքի մի քանի անդամ երկրներ հայտնել են դա անելու իրենց պատրաստակամությունը։ Կարող եմ ասել, որ մի քանի եվրոպական երկրներ հայտնել են անհրաժեշտության դեպքում զորքեր տրամադրելու իրենց պատրաստակամությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նոր ավիակրի կառուցման նախագծի վերջնական հաստատման մասին, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի Շարլ դը Գոլի Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ նմանատիպ նավին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաբազայում ֆրանսիացի զինծառայողների առջև ունեցած ելույթի ժամանակ։ Գիշատիչների դարաշրջանում մենք պետք է ուժեղ լինենք, հատկապես ուժեղ լինենք ծովում, որպեսզի մեզնից վախենան։ Ահա թե ինչու համաձայն ռազմական պլանավորման երկու վերջին օրենքների եւ մանրակրկիտ ու համապարփակ վերլուծություններից հետո ես որոշել եմ Ֆրանսիան զինել նոր ավիակրով։ Այս լայնածավալ ծրագիրը մեկնարկելու որոշումը կայացվել է այս շաբաթ, ասել է պետության ղեկավարը։ Մակրոնը պարզաբանել է, որ դրա կառուցմանը կմասնակցի 800 ընկերություն։ Նախագահն ինքը պլանավորում է այցելել նավաշինարան, որտեղ նոր նավը կտեղադրվի 2026 թվականի փետրվարին։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սա Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Նազերի նավաշինարանն է։ Վաշինգտոնը չի պլանավորում Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի համար բյուջեից $60 միլիարդ տրամադրել դրամաշնորհների եւ արկային երաշխիքների տեսքով, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։ Սա կեղծ լուր է, ծրագրում ոչ մի տեղ չի նշվում, որ ԱՄՆ կվճարի $60 միլիարդ, նշվում է տեքստում։ Սակայն պետդեպարտամենտը չի հերքում Պաղեստինյան անկլավը վերականգնելու ծրագրի գոյությունը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆը եւ ամերիկացի առաջնորդի Փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները մշակել են Գազայի հատվածի վերակառուցման առաջարկ։ Գերմանիան, Լեհաստանը եւ Չեխիան հայտարարել են Ուկրաինային, որ այն պետք է կանխի փախստականների մուտքը Եվրոպա, իսկ սահմաններից դուրս հաղորդում է իսպանական El País թերթը։ Այս երեք եվրոպական երկրներն ընդունել են հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ թվով ուկրաինացիներին։ Յուրաքանչյուր երկիր տարբեր պատճառներ է բերել, բայց բոլորը Կիևին հստակեցրել են, որ իրավիճակը մոտենում է Ուկրաինայից փախստականները ընդունելու իրենց կարողությունների սահմանին։ Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրահանձնաժողովը դեկտեմբերին հաստատել է, որ ուկրաինացի փախստականների հարցումների թիվը կտրուկ աճել է այս աշնանը։ Բրյուսելը այս աճը կապում է օգոստոսին ընդունված կանոնակարգի հետ, որը պարզեցնում է 18-ից 22 տարեկան տղամարդկանց համար սահմանային անցման ընթացակարգերը։ Թերթը նաև Ուկրաինայի ժողովրդագրական իրավիճակը որակում է որպես աղետալի։ Խնդիրն ի թիվս այլ բաների այն է, որ երկիրը լքողների մեծ մասը երեխաներ ունեցող կանայք եւ երիտասարդներ են, մարդիկ, որոնք ունակ են հարմարվելու նոր կյանքին։ Ավելին, երբ ռազմական դրությունը վերացվի, 100,000-ավոր տղամարդիկ կարող են ցանկանալ լքել Ուկրաինան, արտասահմանում գտնվող իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը անհերդին տված հարցազրույցում ասել է, թե ինչն է ինքը համարում առաջընթաց Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Ես կարծում եմ, որ մեր արձանագրած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են, ասվում է հրատարակության մեջ։ Վենսը հավելել է, որ սկզբում ոչ ոք չէր ուզում ցույց տալ իր խաղաքարտերը, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուկրաինացիներն ու ռուսները իրական հասկացություն են ձեռք բերել այն մասին, թե ինչը չի կարելի բանակցել եւ ինչը կարելի է քննարկել։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին եւ նախագահի փեսային Ջարեդ Քուշներին։ Իսրայելի պաշտոնյաները շաբաթավերջին Թրամփի վարչակազմին զգուշացրել են, որ Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի կողմից անցկացվող հրթիռային զորավարժությունները կարող են լինել Իսրայելի վրա հարվածի նախապատրաստություն, հաղորդում է Axios-ը հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով Իսրայելի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը շաբաթ օրը զանգահարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերին, հայտնելով, որ Իսրայելը մտահոգված է ԻՀԿՊ-ի կողմից մի քանի օր առաջ մեկնարկած հրթիռային զորավարժություններով։ Զամիրը Քուփերին ասել է, որ Իրանի վերջին հրթիռային տեղաշարժերը եւ այլ օպերատիվ գործողությունը կարող են նաեւ ծառայել որպես Թեհրանի կողմից անակնկալ հարձակման քողարկում։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իսրայելի զինված ուժերին սերտորեն համակարգել պաշտպանական միջոցառումների նախապատրաստումը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆի խոսքով ԱՄՆ կարծում է, որ Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության բանակցությունները Վաշինգտոնի եւ եվրոպական ներկայացուցիչների հետ արդյունավետ եւ կառուցողական էին։ Վերջին 3 օրերի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը մի շարք արդյունավետ եւ կառուցողական բանակցություններ է վարել ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ, գրել է նա X-ում։ Ուիթքոֆը նշել է, որ ամերիկյան կողմից նրա հետ բանակցություններին մասնակցել է ամերիկացի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը ներկայացրել են Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ Եվրոպական երկրների ազգային անվտանգության օգնականները նույնպես մասնակցել են բանակցություններին ռազմավարական մոտեցման շուրջ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դիրքորոշումները համակարգելու համար։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցել Բերլինում դեկտեմբերի 14-ին եւ տևել է մոտ 5 ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ին, որի ընթացքում հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։